Շնորհակալ ենք շատ։ Իսկ հիմա դիմավորենք Գրիգ Գևորգյանին։ Ետնոքալերս բարձր ծափարենք, նա շատ բարձր, հրաշալի։ Բարի երեկո, նոր ալիքի եթերում առաջին ակումբն է, մի հատ բարձր ծափանենք բոլորին մարդկանց, ովքեր մեզ դիտում են աշխարհի տարբեր անկյուններից, բոլորին, այս բարևները մի հատ բարձր ծափերով։ Կրկին շաբաթ երեկո, կրկին առաջին ակումբ, այս անգամ ամառային թեժ առաջին ակումբ, կրկին հրաշալի հյուրեր, բայց հյուրերին ինձ կօգնի ներկայացնել մեր հյուրընկալներից մեկ, եկեք ծափերով դիմավորենք, Օնո, բարձր ծափերով, Հոպ, բարև ձեզ, առաջին ակումբ, բարև ձեզ։ Բարև, մեկը տուր դες բանի։ Օնոյին բարձր ծափարենք։ Ethno-Colors Band, բարձր ծափարություններ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Նախ անկեղծ ուզում եմ ձեզ շնորհավորեմ հրաշալի երգի համար, որովհետև մեր օրերում ձեր բենդը ցույց տվեց, որ կարելի է երգ ստեղծել, որը որ շատ սենց ինքը հայկական ակունքներից է գալիս ու կարող է դա դառնալ հիթ։ Դրա համար եկեք ծափարենք Ethno-Colors-ին շատ բարձր։ Շնորհակալ ենք։ Իսկ ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, ինչպես է կարծում, ասենք, ինչի շնորհիվ դարձավ հայտնի այդ երգը։ Ասենք, Անկեղծ ասենք։ այո։ Բայց ուզում եմ իմանա, որ անի։ Այս պահին TikTok-ի։ TikTok-ի, գցեցի ինֆորմացիա։ TikTok-ով լավ բաներ է հայտնի դառնում, ժողովուրդ, էսի ծափտալու բանը։ 2.3 միլիոն դիտում ունի, ես վերջին մի քանի օրում Արդեն 4։ Արդեն 5։ Արդեն 5։ Օրես անցավ Gangnam Style-ին։ Մի րոպե, բա հիմա 6։ Լավ 2.4 միլիոն դիտում ունի, դուք բայց պատկերացնում եք, չէ՞ ինչ եք բաց թողել։ Պատկերացնում եք, չէ՞ որ բառերը հասկանային ինչքան կլսեն։ Իսկ ինչի մասին է երգը, թե ընդհանուր դուք էլ։ Չէ, սիրո մասին է, չէ, գիտենք իմաստը։ Տարեք թվում է չեն հասկացել, դրա համար են շատ լսել։ Ինչ ասում է, լմիատ է։ Երգը համշենահայերեն է։ Այո, համշենահայերեն Խոպայի բարբարովա։ Ինչ։ Խոպայի բարբարովա, համշենում տարածքա Խոպան։ Ինչի մասին է երգը։ Երգը եկեք կրկներքը թարգմանեմ։ Սիրով։ Քանի որ ինտրիգային էր դարձել Վալահի բառը։ Ինչը, որը։ Վալահի բառը։ Վալահի։ Այո, կրկներքը նշանակում է Աստված վկա, շատ գեղեցիկ ես, քեզ մատաղ լինեմ ես։ Այդ մի բառ այդքան է նշանակում։ Չէ, Վալահի մատաղ լինեմ։ Հա։ Էդ էր։ Հարսանիքը հետո կանենք, արի հիմա աշխարհով պտտվենք։ Օպա։ Համշենում այդպիսի։ Դուք համշենահայերեն խոսում եք, հետաքրքիր է։ Ոչ։ Մենք պատրաստել ենք բառեր համշենահայերեն, որպեսզի հասկանանք, թե եթե չգիտես էլ պետք է փորձես գուշակել։ Ինչ է նշանակում բեդեդուշ։ Սիրելի։ Բեդեդուշ, օրինակ ասեք սիրելի, ասենք նայ, օրինակ սիրելի է թե լիներ, օրինակ ասեք բեդե, լավ բեդեդուշոտ է անոն, համաձայն եմ։ Չէ, չգիտեմ։ Հուշում եմ։ Դուրս գանք միասին բեդեդուշ անենք։ Զբոսնել, բեդեդուշ։ Մեկ միավոր։ Մյուսը։ Ես էլ ունեմ գրած, Բաչ էնուշ։ Չգիտեմ։ Համբուրել։ Համշենահայերեն։ Բաչենուշ։ Բաչեմ նուշը, էլի։ Այդ ձևի բան։ Իսկ բալգուշ։ Ինչ։ Բալգուշ։ Այդ հորինում ես թե կա։ Չէ, այստեղ գրած է բալգուշ։ Բալգուշ։ Չէ, չգիտեմ, երեխեք։ Գուշակում ենք, բալգուշ։ Բայգուշնա, չէ։ Բալգուշ։ Հա։ Թավաքյալի։ Այդ ինչ բարբար։ Ուրեմն թավաքյալին թարգմանենք։ Այդ էլ ուրիշ բարբար է, մի հատ է։ Այրենա, թավաքյալի։ Թավաքյալը որնա բնդրվդը գծել էլի։ Էդի որնա, ձեներա դառնում արդեն։ Լավ, բալգուշ նշանակում է պարկել։
Նոր երկի բառա ձեր համար։ Բեդեդուշ, բաչենուշ, բալգուշ։ Իմիջիայլոց սա բյով է։ Զբոսնեցի, համբուրեցի պարկանք։ Կամ համբուրեցինք պարկանք, զբոսնեցինք, համբուրեցինք պարկանք։ Տարբեր կոնֆիգուրացիաներով կարող է լինի։ Ինչ նորություններ սպասենք ձեր բենդից։ Ամառվա ընթացքում 3 նոր երգ, 3 տեսահոլովակ։ Համշենահայերեն։ Ոչ։ Հա։ Ուրիշ բարբառներով։ Ավելի հեշտ բարբառներով։ Ավելի հեշտ բարբառներով։ Եկեք չբացեմ չկայերտները։ Մի հատ խնդրեմ Քյավառի բարբառով ասա որ սպասում ենք, մի հատ դավայ։ Ես մկո այդ ձեր երկին հմեն ձևից սպասում եմ։ Մենք էլ։ Եկեք ծափարենք, Ethno Colors, բարձր ծափարենք։ Շնորհակալություն։ Մեզ մոտ այսօր շատ հետաքրքիր հյուր կա, վստահ եմ նրան շատերը ճանաչում են, ովքեր դեմքով չճանաչեն, ձայնով հաստատ կճանաչեն, կարելի ասել բազմաթիվ երկրներում նրա ձայնը գիտեն եւ այսպես կրկնօրինակման դերասան Կարեն Արությունով եկեք բարձր ծափարենք, շատ բարձր, նաեւ նրա սեղանակիցներին ծափարենք Արտուր Բազինյան, բլոգեր, Գոգա Յոսեբաշվիլի, բլոգեր, հումորիստ, խոհարար եւ Էդգար Սարգսյան, իրավաբան, դիվանագետ, հումորիստ, բլոգեր, սցենարիստ։ Ծափարենք մեր հյուրերին շատ բարձր ծափարենք։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Հա, ես հայերեն լավ եմ խոսում, բայց եթե կարելի է մի քիչ ռուսերեն խոսամ։ Կարելի է ռուսերեն, ինչու՞ ոչ։ Իմ ռուսերեն ավելի Туйна, էլի, հա, хотел сказать русским голосовым, что... Не, подожди, не серьезно, да? Ты зачем здесь что пришел, что хотел говорить? Կարող ղազախերեն փորձես մի հատ։ Ты что тут делаешь? Ой, бой, ты что там делаешь? Махаться будешь? Давай сейчас на сцену тоже поднимусь, ты что? Я не поднимусь, что? Դու ոնց կպարտեմ այն։ Այդ կինոներ եք նստած գիշերը նայում են ձրի գողացած սայտերից։ Да, я понял, что не все... Ես պարտու ձեն։ Մեր հայնա։ Մի հատ խնդրում եմ։ Да, я понял, что не все узнают меня вот так в лицо, но... Возможно, вы слышали меня в кино. Какого черта, а? Мне что, нужно было сразу так начать? Эй, Майки, Джонни, что случилось, а? Мы же договорились. Давайте отрабатывать, какого черта, а? Джонни Динамит знает, чем ты занимаешься, чувак. Все, я звоню Энтони. Алло? Սոնային գրկեմ, պարկեմ, քնեմ։ Սոնային բայց ինձ չէ։ Подожди, Саманта, какого черта, а? Сними эту футболку. У тебя отличная грудь, что ты стесняешься? Это вы мне? Առաջարկում եմ, եթե կարելի է, ես առաջարկում եմ բոլորը փակեն աչքերը, հանդիսատեսը։ Ոսես պատկաստնենք իբր կինո է։ Հա, ձեր սիրելի կերպարի կարող եք մել։ Տենց թերապիա անենք։ Ինչ անուն որոշենք կերպարի։ Մոս գագո ախպեր էդ։ Էդ ի՞նչ կինոս է գագոյով։ Լավ, գագոյով, կարելի է գագո լինի։ Հերոսյանը գագո լինի։ Աղջկա անուն է, բայց որոշենք։ Ինչ աղջկա անուն ինչա։ Ինչ։ Նարեկ։ Սիրանուշ, օքեյ, Գագոն եւ Սիրանուշը։ Եթե կարելի է, Գագոյի եւ Սիրանուշի մասին, բայց դրսի կինոյով, խնդրեմ, փակեք բոլոր աչքերը։ Փակեք աչքերը ու նայեք ինչ հաճելի է։ Դու կինո եք նայում, արդեն քնում եք կամաս կամաս։ Էսի 38D է։ Գնաց։ Привет, Сирануш. Гаго, сколько раз просила, не делай этого, пожалуйста, на людях. Ты же знаешь, я не могу. Подожди, Сирануш, ты же знаешь, как я тебя люблю. Каждый раз, когда я смотрю на тебя, мне так и вырывается Сир, а потом Ануш. Пожалуйста. Гаго, хватит это делать на людях. Все, я не могу. Я зову Слободана Гуляшика. Слободан. Я не понимаю, что тут происходит, а? Опять этот Гаго тебя хочет завладеть своей машиной. Нет, нет, ты не понял, Слободан, это Гаго, нет. Что нет? Я что, не вижу, что происходит? Не надо. Ах, часова, и подожди. Բրավո, եկեք սափար։ Բրավո։ Ամենավերջում Կարեն ջան, մենք ունենք
մի հատ փոքրիկ հատված հայկական կինեմատոգրաֆիայի շեդևրներից մեկը։ Խնդրում եմ դիտենք մի քանի վայրկյան այդ տեսանը, հետո մի հատ է սկզբից կդնենք, դու հայրենը լսի, փորձենք դա ռուսերենով այսօր պրոֆեսիոնալ դուբլաժ անենք, ոնց որ իսկական այն թանկանոց կինոներում։ Եվ այսպես ուշադրություն էկրանին հայկական կինեմատոգրաֆիայի շեդևրներից մեկը բոլորին հայտնի գնաց։ Աշխարհահռչակ տեսարան։ Մոխոջան, խնդրում եմ չխփեք։ Մոխոջան, երեխեքիս անտեր մի թող։ Մերս հիվանդա թող է համազնեմ մորս հիվանդանով։ Խնդրում եմ կեզ չխփես, աղբերը ժամանակ տուր։ Ացաղ կպագվեմ, իչունեմ կծաղեմ կպագվեմ։ Թող է համազնեմ մորս, ցավատ տանեմ, խնդրում եմ։ Մնայ աշկերիս մեջ։ Ասա իզվինի։ Իզվինի։ Իզվինին են աշխարհում Մայքլ Ջեքսոնին կասես։ Սուկա։ Հիմա մենք առաջարկ ունենք, միացնում ենք նույնը մի քիչ ավելի ցածր, դու փորձես արդեն մեզ բնորոշ ձայներով, հետաքրքիր ոնց է վերջի հատվածը դառնալու ռուսերեն։ Пожалуйста, не надо. Я очень прошу. Пожалуйста. Вы меня поймали на улице Жантиль, но это не я. Я вам клянусь, это не я. Это все Жерар. Прошу, не делай этого, Манана. А? Пожалуйста, я знаю твоего брата, Рамзеса, помнишь? Да, того, Манана, пожалуйста, не делай этого, я очень тебя прошу, пожалуйста. Я не могу, Господи, не могу встать. Я не Манана. Что? Скажи прости. Извини. Это раз скажи прости. Извини. Վերջը Прости, извини, я не знаю, кто, но мой брат Майкл Джексон. Կարեն Արությունով եկեք բարձր ծափարենք, շատ տաղանդավոր մարդ, բարձր ծափարենք։ Спасибо։ Մերսի շատ։ Սրանից հետո որ կնայեք հոլիվուդյան ֆիլմերը ռուսերեն թարգմանությամբ, անընդհատ կասեք, այս մեր այնա, ու կհարամեք մյուսին նայելը։ Ծափարենք Կարենի շատ բարձր։ Շարունակում եմ մեր հյուրերի շարքը Օնջան, ես կհամարտ ինչքան հյուրեր ենք մենք։ Մենք հյուրընկալ ակումբ ենք։ Որպեսզի դու իմանաս, եւ այսպես ձեր ծափարությունների ներքո բժիշկ, կոսմետոլոգ, էսթետիստ, եթե ճիշտ եմ կարդում բոլոր հայերեն բառերը, մաշկավեներաբան, միջազգային դափնեկիր, սպայի եւ բյութի ոլորտում Կրիստինա Բաբայան, եկեք բարձր ծափարենք։ Ես նախ ճիշտ կարդացի այս ամեն ինչը։ Շատ կարճ։ Շատ կարճ, ավելի երկար տարբերակ է սակա, գրքով։ Որովհետև մենք բոլորս sense գիտենք, չէ՞, կոսմետոլոգ։ Հա։ Այդ ձև գիտեմ, բայց բարձում ես լիքը տարբեր բաներ կա ու ինձ ամենաշատը հետաքրքրում է միջազգային դափնեկիր սպայի եւ բյութի ոլորտում, սա ինչ է։ Շատ կոնգրեսներ են լինում, սպայի եւ կոսմետոլոգիչի կոնֆերենցիաներ են լինում եւ այնտեղ արդեն մրցանակաբաշխություն է լինում, հա, կոնֆերենցիաներից հետո շատ ա եղել, երբ որ համասնակցել եմ, համել մրցանակներ եմ ստացել։ Իսկ որ հաղթեցիք մրցույթում, եկաք Հայաստան, ձեզ ինչպես դիմավորեցին։ Որ սովորաբար դափներ Բարեցներին, հա, որ դիմավորում են, ձեզ ինչպես դիմավորեցին, ասենք տանալնի մեծ մի հատ կլոր։ Դափնե պսակ տալիս են ուզում ասի տղան։ Ոնց որ դիմավորն օրինակ մեր ըմբշամարտիկներին բան։ Չէ, ճիշտն ասած։ Քանի որ իմ մրցանակները շատ են, դրա համար մարդիկ արդեն սովորել են ու ինձ տենց չեն դիմավորում։ Առաջինից հետո այո, բայց հետո երբ որ 50-51 արդեն հետաքրքիր չի։ Բայց եղել են որ շատ դժվար դեպքեր են եղել, որ շատ դժվար է իրանց սիրունացնելը։ Եղել է, բայց ես չեմ ընդունել, ասել եմ որ դա անհույս է։ Ասենք դա տոպրակ է եղել դեմքը։ Здесь я не помогу։ Օրինակ լավ, հիմա հասարակ հարց, օնոին ինչ է կարելի անել։ Իմ շուրթերը օրինակ կարելի է լցնել, թե սենց էլ հայաթուն կծեցեն։ Իսկ թվում Ոնց է ընդհանուր։ Իսկ թվում օնոն հələ շատ երիտասարդ է։ Կրիստինային առանձնատուկ պետքա ծափարենք, որովհետև Կրիստինան Miss Հայաստան 2000-ն է եղել։ Բարձր ծափարենք եւ երբ որ 2000 թվականին ամբողջ Հայաստանը խոսում էր, որ այս տարվա Miss Հայաստան դարձել է Կրիստինա Բաբայանը, նաև 2000 թվականին եւս մեկ գեղեցկության մրցույթում հաղթած անձնավորություն ա եղել հենց 2000 թվականին, որ ով հենց հիմա կանգնած է ինձ հետ բեմում կողքս։
Պատկերացնում եք։ Չեք հավատում։ Խնդրում եմ ուշադրություն էկրանին Միստր Հայաստանը 2000 թվականի։ Այս ով ախեք ծապ տալի։ Չեմ փոխվել, չէ։ Պաստորեն ճիշտ է ասում, որ դուք էլ դեռ երիտասարդ եք։ Ում հետ ես դու այսօր։ Մի հատ խնդրում ներկայացրեք քո սեղանակիցներին։ Այսօր ընկերներիս հետ եմ, ԱՄՆ-ից ժամանել է իմ ընկերուհին, որը որ 12 տարուց ավել արդեն զբաղվում է ֆեշնով ու առաջիներից է եղել, որ Հայաստանից գնացած նորաստեղծ դիզայներ, որը որ հագցրել է այնպիսի հայտնի մարդկանց, Մի վարքան ոնց հագցել է այնպիսի հայտնի մարդկանց, խնդրում եմ ուշադիր լինեք արտահայտություններում։ Հագցել է այնպիսի հայտնի մարդկանց։ Հագցնել ասելով ինչ նկատում եք։ Հետաքրքիր է ում է հագցրել, ծափերով։ Գնացինք։ Գնաց, Ես անունն է։ գնում եմ։ Ուրեմն չեմ ասելու այդ։ Չէ, սպասում ենք։ Մի քիչ վրազեցինք մենք գրիկ։ Հայտնի մարդկանց, ովքեր որ եղել են Օսկարում, եղել են Գրեմիում եւ գրել են Անիկոյի զգեստները։ Բարև ձեզ, բարի եկո, ծափարենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է գտնվել այստեղ։ Մեզ Ուրեմն 20 տարի ապրում եմ Լոս Անջելեսում, 12 տարի զբաղվում եմ որպես դիզայներ հագուստի եւ հիմնականում custom պատվերով հագուստներ են։ Custom կոստյումը։ No, Custom custom են տալի։ այսինքն պատվերով հագուստներ։ Ոնց է իմ custom շալվարես։ Շատ գեղեցիկ է։ Իսկ իմ լուքի մասին ինչ կասեք ավելի։ Հիասքանչ։ Իսկ իրա custom Բարի սպարտիվ կեն։ ամերիկյան ստայլ։ Հա։ Լոս Անջելես։ Իսկ այս տարվա տենդենսները որոնք են, ինչ հակնել։ Ես ավելի նախընտրում եմ ունենալ ուրույն ոչ։ Ուրույն։ Այո։ Այո։ Այսինքն ուղակի լինել ազատ։ Էս այլ ես ազատ ոչի չեմ Ուրույն գնա, է։ ես ազատ ոչի եմ կարծում եմ, չէ՞։ Ճիշտ եմ։ Դու ազատ ոչի լես։ Երևում է դու Իսկ ես գիտեմ, որ մոդայի մեջ գոյություն ունի այդպիսի բան, որ ամեն տարի ունի իր գույնը, չէ՞։ Օրինակ այս տարի ո՞րն է գույնը, այս տարվա գույնը։ Օ, այս տարի, եթե չեմ սխալվում, Շագանակագույն է։ Հուշեց, հա? Շագանակագույն է այս տարի։ Հիմա իրար հետ եք որոշում որն է։ Այդ ինչի մեջ ենք, որ շագանակագույն։ շագանակագույն։ Այո, մենք Եկեք այս տվա գույնը ո՞րն է, դավայց եկնաց։ Մի րոպե։ Մի րոպե, ինչ գույնի շատ շոր ունենք, կանաչն է այս տարի։ Ես ուղղակի չկարողացա անտարբերացնեմ, ես տեսնում եմ, որ սեղանի շուրջ շատ հին վաղեմի ընկեր Վարդուհի Ալեքսանյանն է, եկեք ծափարենք Վարդուն Միացյալ Նահանգներից եկել է։ Մի հատ խնդրեմ խոսափոխեք, հասկանանք Վարդուհին ոնց է, ինչի է Հայաստան եկել Ամերիկայից։ Ինչի տենց հիշեցի շատ հին, այդքանի մեծ չէ։ Փոխվել է ակցենտը։ Չէ։ Ծամոն կա Ամերիկայից, ծամոն կաղա բերել եք։ No, տեսա, ասեմ փոխվել է ակցենտը, չէ։ Ծամոնկա no։ Վարդուն եկեք բարձր ծափարենք, շատ հրաշալի ազնվորություն, միշտ հաճելի է քեզ տեսնելը։ Բարձր ծափարենք Վարդուն։ Բարձր ծափարենք մեր բոլոր հյուրերին այսօր, ովքեր որ առաջին ակումբում էին, Օնո Մանուկյան բարձր ծափարենք։ Գրիկ Գևորգյան։ Օնո, Գոշ, Ղանդիլյան, շորցեր ձեր ծափերի ներքո, գնացի։ Բարի եկեք առաջին ակումբ, ոնց եք ժողովուրդ, ոնց է տրամադրությունը, բարձր։ Շատ լավ է։ Շատ լավ է, հրաշալի է եւ միանգամից հասնենք մեր շորցերին եւ առաջի շորցը պատկերացրեք իրավիճակ տանը։ Արես նա ջեո վայլդով խիթազա բան չեն ցույց տալիս կենթանի չկա։ Պապա։ Ինչ արա։ Պապա։ Ֆուֆլո ինչա նշանակում։ Ինչ ասիր արա։ Ֆուֆլո, պապա։ Արա ինչ բառեր ես օգտագործում արա։ Ֆուֆլո ես դու։ Արա հեսա թարս տամ արա չանը։ Ես ֆուֆլո եմ։ Գայանը լարի սրա բերնի բառեր ես սիլել։ Մամա ֆուֆլո, յա։ Արա։ Հա։ Տես բառեր մի օգտագործի Ֆուֆլո։ արա։ Վախ արա ես։ Ֆուֆլո։ Արա կչարփեմ թարս ուշկդ գեթ արա մի օգտագործ։ Ֆուֆլո ես դու։ Քեզ ով է տես բառեր սովորացնում արա։ Ին ֆիզկուլտի դասատուն։ Ֆիզկուլտի դասատու, դա Ահա, ես կզանգեմ ասես ֆիզկուլտի դասատուին արդեն համա հանեց էդ яра։ Ալո։
Արա քեզ երեխուն տես բառեր սովորացնում, արա ֆուֆլոն որն արա։ Քեզի ասի այդ փողը 2 օրից կտամ, արա, չեմ Շարունակում ենք երեխաների թեման եւ հաջորդ իրավիճակը դեպք մանկապարտեզում։ Երեխաներին ասեք ճաշի ժամը արդեն։ Հա, քներից հանեք, ով քնած է, քնից հանեք ճաշի ժամը։ Բոլորին։ Բարև ձեզ։ Ես եկել եմ իմ երեխուն վերցնել մանկապարտեզից։ Հա, դուք աշկի շփոթվել եք, դուրս գնացեք։ Թե ես ծնող եմ, Ո՞ւմ ծնողն եք։ Արտուրիկի։ Արտուրիկի։ Հա, Արտուրիկի։ Լավ։ Արտուրիկ, արիս տեղը լը մի հատ։ Յա, պարտեզիկ է։ Շարունակում ենք եւ մեր հաջորդ շորտիկը պատկերացրեք իրավիճակ հրաձգարանում։ Աղբերս բարի օր ցավը տանեմ։ Բարի օր աղբերս բարի օր ցավը տանեմ։ Բարի օր։ Անգերս ես տես մի սուպեր սիլա ունեմ, էլի ուզում եմ ցույց տամ քեզ ցավը տանեմ։ Ես սուպերմենոտ եմ, էլի ես տես ուժեղ տղա եմ ցավը տանեմ։ Ծանոթ ենք իմ աղբեր։ Չէ, անգերս ածելու տղա ես ասացի մի ցույց տամ, էլի զարմացնեմ աղբորը։ Մտ կրակես բրես։ Անգերս նայ կրակում ես բրես, օդից բռնում եմ պատրոնը։ Աղբերս, պրոսը գիտես չէ, որ չբռնես մեռնելու ես։ Հա, անգերս նորմալ է, ցավը տանեմ, ես օդից բռնում եմ պատրոնը։ Կրակի։ Հա, անգեր կրակի դու, հələ կրակի։ Հե։ Հոպ։ Էլի։ Հոպ։ Էլի։ Որսավ աղբերս։ Օրանգիր ես ինչ ուժեղ տղա ես, դու ցավը տանեմ։ Ինչ կարամ անեմ քո համար։ Mən շտապօգնություն կանչես։ Շարունակում ենք մեր հաջորդ շոկային շորտը, պատկերացրեք իրավիճակ փողոցում։ Դաս քարիոտ։ Օրա սնայպերը։ Օրա սնայպերը աղբեր։ Օրա սնայպերը։ Ուպա։ Սնայպերը ինձ։ Սնայպերը աղբերը, սնայպերը։ Սնայպերը աղբերը, սնայպերը։ Օրա սնայպերը չէ։ Անգերի սնայպերը։ Սնայպերը ինգերը սնայպերը լազերը գցել է։ Օրա սնայպերը էս ինչ լազատ է, էս ինչ լազերը գցել ինգերը սնայպերը։ Ոչ չէ ոնց որ ինգեր։ Ոնց որ սնայպեր չէր աղբեր։ Օրա երեխեքն էին աղբեր։ Այս դեմի շենքից ընկել լազեր բան էին գցում աղբերս։ Ցավը տանեմ։ Բայց դե ոչինչ իմ աղբեր։ Կարևորը լավ ժամանակ անցկացրին, կարևորս։ Հայերս ինչ կա չիլիտ եք անում։ Դեպքը դեղատան է։ Այ արի։ Բարև ձեզ։ Իսկ մեծ բինտը վեկելի շուտ արեք։ Մեծ շուտ արեք էլի բինտը, ինքերս ավտոյտական կեմ մեծ շուտ արեք բինտը։ Ավտոյտակը մեծ շտապօգնություն բենջի մեծ բինտը, շուտ արեք մեծ յոթ տվեք յոթ։ Յոթը ինքը կարող։ Շուտ արեք մեծ յոթ։ Այ յոթան, բայց մեծ 1-0 Բենջի ոչի բա մի շուտ զգուտ։ Իմ մեքենայով կարամ տանեմ։ Բենջի ոչի շուտ տվեք մեծ։ Ապե վատանում։ Սավասեր կողմի հատ կտակ մարդու սավասեր կողմ։ Սավասեր կողմ եկելի սավասեր կողմ։ Սավը տանը մի հատ պետք է կտաս։ Պետքա չունենք։ Հա, դե հելը։ Օպա։ Շնորհակալություն մեր շորտերը այսքանն էին։ Ձեզ հետ էր Խանդիլյանը, Գոշը եւ Օնոր։ Եթե մտածում եք ինչ կարելի է ուտել օրինակ այս պահին, ուսանք տեսեք նայում եք սենց որ սուշի, մուշի այդ կողմ եք նայում, իհարկե զանգարում եք դավինչի սուշին, ամանավանդ որ մինչև այս էպիզոդը վերջանա կբերեն առաքումով կհասցնեն։ Ես խոսք եմ տալիս ձեզ, եթե հանգարց չբերեցին, ես կապ չունեմ,
Եվ այս կբերը։ Մայիսը անցնում է, իսկ այդ նշանակում է, որ կարելի է արդեն սկսել հարսանիքներ անել, որովհետև կա, չէ՞, տենց ավանդը որ մայիսին հարսանիք չեն անում։ Իսկ որտեղ անել լավագույն հարսանիքները, լավագույն առիթները։ Իհարկե Prime Hall-ում, այստեղ միշտ լավ տրամադրություն է, այստեղ միշտ ուրախ է, այստեղ շատ լավ ձեզ կդիմավորեն։ Ինչի է միշտ այստեղ ուրախ, որովհետև առաջին ակումբն էլ է այստեղ նկարվում։ Մեր ուրախությունը, մեր տրամադրությունը, մեր բարձր էներգետիկան միշտ այստեղ է մնացած։ Եկեք այստեղ արեք։ Եթե ուզում ես դառնաս առաջին ակումբի գործընկերը ու ես քո ընկերությունը սիրեմ Օնոից, Գոշից, Մկոից, բոլորից շատ, ուրեմն զանգարիր այս նշված հեռախոսահամարով ու արի դարձիր մեզ գործընկեր։ Բոլորիս տրամադրությունը արդեն ամառային է, իսկ այդ նշանակում է, որ բոլորս ուզում ենք գնանք հանգստանալու մեր ուզած տեղերը, բայց միակ տարբերակը բաժանորդագրվելն է։ Բաժանորդագրվի նոր ալիքի YouTube-ի ալիքին, գրի կոմենտ, սեղմի զանգակի վրա ու անպայման այս տարի կգնաս քո երազած տեղը։ Նորմալ տեղ երազելը ինձ Սոչի։ Եվս մեկ անգամ բարի երեկո, առաջին ակումբ բարի երեկո, բոլորին բարի երեկո։ Բարի երեկո, ոնց եք մի հատ ծափերով հասկանանք ոնց է տրամադրությունը, Բարի երեկո, առաջին ակումբ, բարի երեկո բոլորին, հարց ունեմ դալիճի բոլոր ներկաներին, ովքեր են սիրում ինչ-որ մարդկանց հետ զանգերով խոսել, ծափերով։ Իսկ ովքեր են սիրում գրվելով խոսալ ծափերով։ Ժողովուրդ, մեսենջերները շատ են շատացել, համաձայն եք, չէ, որ շատ են մեր առօրյայում, շատ, ամեն տեղ, WhatsApp, Telegram, Facebook, Instagram, Viber-ով են ջրաչափի կնիկը, որ գրում անհարմար պահերի։ Արա դաժե TikTok-ում արդեն չատ կա։ Սենց ասեմ, TikTok-ում շատ չատ կա։ Բայց այսօր դրա մասին չի, Ինչքան մարդու ճանաչում ենք բոլորի հետ, բոլոր մեսենջերներով շփվում ենք, բոլորի հետ, բոլոր տեղերով։ Հիմա on-line շփումը հասել է գագաթնակետին, շատացել է ու մեսենջերների պատճառով շփման էտիկետը վերացել է լուրջ։ Շփումը անշնորհք է դառել, էլի մի տեսակ, ով երբ ուզում, որտեղով ուզում, զանգում, գրում, վիդեո քոլ անում, voice ուղարկում, շնորհք չկա էլ, շնորհք։ Ժամը կապ չունի, երբ ուզում իրան նամակ են ուղարկում, առաջ ես հիշում եմ, երբ որ տան միակ կապի միջոցը տան հեռախոսն էր, կարելի էր զանգել մինչև իրիկունը ժամը 10-ը։ 10-ից հետո եթե մարդ էր զանգում, ուրեմն մարդ է մեռ է։ Ինչ չէ՞ որ գիշերը ու ժամին տան զանգը գալիս էր։ Որ մի քիչ բարձր էր լսում ու ժամին զնգ լարվածություն էր մտնում տունը, չէ՞։ Սա սաղ անհանգստանում էին, տատին տեղից ելնում էր, ձեռն ախում էր ծանգներին, ասում էր, «Էս անգամ ով է»։ Որտե 10-ից հետո ոչ մեկի չէր զանգում, հարցներում ինչ կա, բա ինչ ես անում ախպեր։ Իսկ հիմա շնորհք չկա, ժողովուրդ, ընդհանրապես, ով երբ ուզում նամակ է ուղարկում, երբ ուզում ինչ ուզում ամ, գիշերը 3:30 ընկերդ քեզ վիդեո է ուղարկում, որտեղ երկու հատ հնդիկ ցեխաջրերի մեջ դրած գերանների վրով, փուչիկ տրաքսներով վազում են, հաղթողին է ձեթ են տալի արա։ Տեսել եք, չէ՞ այդ վիդեոները։ Արա խի է դի գիշերը 3:30 որոշ է ինձ ուղարկի։ Անեմ որ այնքան ցեխոտ վիդեոն նայելուց ես բութը ցեխոտվում է, այսպես թեթև։ Ու դու մտածում ես, ինչ անես, արա չպատասխանես կնեղանա, որոշում ես մեծ խնդալու սմայլիկ իրան 3:30 ուղարկես։ Ու դե դու սխալվում ես։ Արա Լուիսի արագությամբ սկսում է քեզ ռիլեր ուղարկել։ Արզականցյանի վիդեոն։ Մյուսը AI-ով շուն ասեն սպարում պրոստը։ Վիդեո, որտեղ Ժիրինովսկին ապագա է գուշակում։ Բասեին սարքողների վիդեո։ Մի հատ խախտում արած շոֆեր, որ պարեկին է դայաղվե։ Եկից խախտում ես բանար է։ Մի րոպեում 20 հատ ռիլ արա ուղարկում։ Ասում ես ոնց կարաս դու մի րոպեում այսքանը նայես արա։ Մենակ այն պարեկինը 8 րոպե է տևում արա։ Պարզա չէ, որ դաժի ինքը չի նայ այդ վիդեոները։ Այսպես մտնում է նայում իր ուղարկած վիդեոները, որին ես խնդալու սմայլիկ եմ դրել, ասում եմ, էսի լավն է, կարելի է նայել։ Ինքը Instagram-ում ալգորիթմ է աշխատում։ Տեսեք, գիշերը 3-ին, որպեսզի հասկանաք խնդալու ռիլ ուղարկել է, դա ինչ է, ինչքան աննորմալություն է։ Դա պարկաստեղից չեն ջոգում ինչ անշնորհք բան է։ Դա գիտեք ինչ ձև բան է, ոնց որ գիշերը ժամը 3-ին մեկի տան դռան զանգը տամ, ասես բաց են դուռը, ասեմ ախպեր պատկացա։ Ասի
Անգր պատկացը հարսանիք, հա։ Մետ աֆիցած է տորթով գայս է քիտ բերնի վրա գնվում է մեջ աղբեր։ Մարդիկ կան է, որ իրենց նամակ գրելու ձևը ազդում է, տենց նամակ գրողների տեսակներ կան է։ Այդ գրողներին ես անվանել եմ պուլիմյոտ։ Այդ գիտեք ովքերն են, որ քեզ նամակով բան պետք է ասի, բայց բառերը քեզ ուղարկում առանձին, հատ։ Գիտեք, չէ իրանց, որ բառ են գրում նամակը, այն որ գժվում ես, ներվայնանում ես, արա ուզում ես իրան առանձին վեկալ ես գրես լսի, կամ միանգամից ինձ գրի, կամ էլ իձի նա խ ու էլ մի գրի ինձ արա։ Ու կա սրա հակառակ տեսակը, են որ շատ դանդաղ է գրում։ Տենց մարդիկ կան, չեն, որ սենց գրում են բարև, գրում ես իրան բարև, մեկ է գրում է շատ երկար, վերևը ուշադիր, արո թայփինգ։ Արա գրում, մի քանի րոպե գրում, հետո պաուզա մի պա դառնում օնլայն, ասում ես հեսա կգա մեկ է էլի գնաց, գրում, ասում ես արա իսկ ինչքան է գրում ես ինձ, արա, այսքան երկար ինչ է գրում, կարող արա հետևից վատ բան եմ խոսացել, լծված է իմ հանդեպ, արա, ասեն գրուզիկների մեջ ես ինքը գրում, ասենք ժողովուրդ այսքան երկար գրելը մի դեպքում կարա նորմալ լինի, եթե գրողը լինի, հոպ, Մովսես Խորենացի թայփինգ, եմ որ ասես մարդը հայոց պատմությունն է գրում, դժվար արագ գրել այդ մարդը։ Արա երկար մի խոսքով գրում, վերջում գալիս է երկար սպասված նամակը, ուշադրություն, հոպ։ Ոնց է սա։ Արա վախում ես գրես լավ, բա դու, որտեվ գրես մի երկու օր է պատասխանելու է։ Այս ինչ ֆունկցիա է էլի էսի, որ տենում ես, որ ինքը գրում է, օպուշ ֆունկցիա էլ է։ Գրում է, ջանդամի թե չի գրում է, գրի կտենա, ասեք, որ անիմաստ ներվա մցնում եսի, որ տենում եք, որ սենց պրոստը գծա թայփինգ դու լարվում ես, ինքը զուքանում պրոստը նստած, 10 րոպե ոնց ես բարի ցնա պրոստը մանգալի, ես մեր տունը լարվում եմ արա։ Ու կա նամակ գրողների մյուս տեսակը, են որ մենք գրող տղա չենք ախպեր, մենք մենակ voice ենք ուղարկում ախպեր, այս կան։ Արա ընգեր ունեմ ժողորդ անկեղծ, ուրեմն երկար voice է ուղարկում, հետո մյուս voice-ն է ուղարկում, ասում է Ազիզ ես անցածի մեջ քֆուր կա, մենակով կլսես։ Արա ես դետի պետք է սկզբում ուղարկես, արա։ Արա սենց անհարմար տեղ սենց քֆուրների շարանը լսում եմ, հետո վերջում ասում է ախպեր ընդ քֆուր կար։ Яра գիտեմ, արա։ Ես է գիտեմ, սուպերմարկետի կասայում աշխատող աղջիկն է գիտի, հերթի մեջ զարմացած տատին է գիտի, արա։ Սա գիտեմ։ Այդի voice ուղարկողներն են, բայց կան նաև voice լսողների տեսակներ։ Են որ հետ էվոլյուցիա են ապրում։ Զգացել եք, որ voice լսելու դիրք կա։ Են որ սենց կա նորմալ կանացեն, voice-ը գալիս է, սենց առանձնանում է։ Հետ կապի կա դառնում։ Չես ջոգում voice-ը լսում, թե ծովի խխունջի ձենց է։ Ու մարդիկ կան, չեն, որ ինչ voice ուղարկում ես, ինչ կարևորության voice ուզում ա լինի, ինքը անգամ երկուսով ա լսում։ Լսել եք, չէ՞, տես լսողն է, որ Սոնային voice եմ ուղարկում, շատ կարևոր։ Ասում եմ կյանքս լսի, ուրեմն շատ կարևոր նկարանման եմ վաղը, ուրեմն սև շալվարը, սպիտակ մայկես, մեկ էլ պիջակս կհարթուկես, մեկ էլ անպայման մտի կոմպիս մեջ մի հատ Word-ի ֆայլ կա, վերնագիրը գրած է գրիկ նոր ստենդափ, պետք է ուղարկես մեյլիս, ու մեկ էլ ներքևի խանութում իջի մի հատ մազերի ժելե առեն ամենաուժեղ ֆիքսող էլի, բայց հիմա արքանի չի փակվել, որտեվ առավոտը շատ շուտ է պետք գալու, խնդրում եմ կյանքս անպայման էսի կանես, ապրես շատ ու անջատում եմ։ Այս voice-ը ուղարկում եմ իրան, ինքը անգամ երկուսը միացնում է ու սենց մի հատ բան է լսում։ Այդամր գալիս եմ տուն, ներում եմ ոչ իման չի արե։ Ասում եմ կյանքս խիչ ես, ասում եմ ոնց դու ինձ բան ես ասե։ Ինձ թվաց դու երգում էիր։ Ձեզ եմ խորհուրդ տալիս, ովքեր անգամ երկուսով են լսում, իրանց պետքա պատժել, պետքա դանդաղ ուղարկել նամակը։ Սոնային սենց եմ ուղարկում։ Կյանքս, վաղը շատ կարևոր նկարահանման եմ, արա ինչ, ուզում անգամ 7-ով լսի, մեկա նորմալ լսվելու է, ժողորդ, կան դալիճում ամուսնացած մարդիկ, ծափերով հասկանանք։ Իսկ էլում կիննա
որ սենց իրար կող գիշերը պարկացեք, քեզ ռիլեր ա ուղարկում։ Արա Սոնայի կողքը գիշերը պարկացեմ, ռիլեր ա ինձ ուղարկում։ Արա կող կտեմ ցույց տու։ Ես նկատեմ ժողովուրդ, որ աղջիկները on-line շփման մեջ շատ են էմոջի օգտագործում։ Ովքեր են էմոջիները օգտագործում։ Ծափարենք աղջիկներ։ Մենք տղեկը չէ։ Աղջիկների համար շատ կարևոր է էմոջիները, շատ։ Տեսեք, իրական սկրինշոթեր է։ Սոնան ինձ սկրինշոթ է գրում, նայեք։ Ուզում եմ այսօր գնանք կինո նայենք։ Ես պատասխանում եմ Սոնային։ Լավ։ Սոնայի պատասխանը։ Ինչի տես չոր։ Արա բայց անկեղծ վաբշե չոր չեմ գրել։ Շատ սրտանց գրել եմ լավ։ Հա դրա չորը ո՞րն է, ասենք։ Չոր են գրել, որ ասեի վատը սաղ ինչ կինո, չէ՞։ Նորմալ գրել եմ լավ, ու մտածում ասում եմ, ինչ է իմ լավ պատասխանը իրան տես գժվցել։ Ու հետո հասկացա, որտեվ էմոջի չկար։ Մի քանի օր հետո Սոնան ինձ գրեց ուշադիր, այսօր արի իրար հետ հաց ուտենք, իմ պատասխանը լավ սրտիկ։ Պատասխանը ապրես կյանքս։ Ու ես հասկացած թե աղջիկերքի հետ գրվելուց կարևոր չի ինչ ես գրում։ Կարևորը կողքը էմոջի դնես լուրջ, ինք են դեմի հավայի տարերին չի նայում։ Ինքը էմոջին է նայում ու գնաս, մետնայեք։ Սոնային համակը կյանքս այսօր կարող է գնանք մերոնց տուն իմ պատասխանը։ Դե ինչքան կարելի է ձեր այդ սենց է պատասխանել եմ, ինչքան կարելի է ձերոց տուն գնալ, տես լավ չի կարող է տեղափոխվենք ձերոց տուն։ Վերջում խնդալու էմոջի պատասխանը։ Լավ կողնակ տանս երալ կնայինք։ Ու այսքանից հետո ուզում եք տենակ լոխի պատասխանը, ուշադիր, լավ մյուսը, իխի տենց չոր։ Աղջիկները ասում են էմոցիոնալ են, պետք է փոխվի, էմոջիոնալ են դառը իրակ շատ։ Արա անկեղծ մեկ դեպքեր լինում, տղեկը էտի զգացած կլինեն, ոչ որ աղջիկը հետ ես խոսում։ Ինչպես ասած ծիծաղացող էմոջի ա ուղարկում, կողքից Բադրջանի էմոջի ա ուղարկում։ Ասում եմ վայ կներես այդ Բադրջանը մատս կպապ։ Ջոմ եք չես ինչ կալիբրի սուտ ա։ Մատս Բադրջանին կվարը։ Արա Բադրջանը որ միամիտ ուղարկես, պետք է քո favorite էմոջիների մեջ լինի, էլի որ հաճախ ես ուղարկում, էլի։ Հետո տեսել եք, չէ՞ Բադրջանի իսկական տեղը էմոջիների մոտ։ Որտե՞ղ է։ Իսկական սուպերմարկետի պես է։ Բադրջանի տեղն է սուպերմարկետը։ Սաղ բաժինները պետք է անցնես, որ հասնես Բադրջանին։ Այն դրոշները, ճանապարհային նշանները, կենթանիները, տարբեր գույների անիմաց սրտիկները, այն խառը ընտանիքների կոնֆիգուրացիաները, երեխա մամա, պապա, պապա, տատի, պապի, մամա, պապա, ընձուղ, 4 պապիներ իրար հետ։ Տարօրինակ ընտանիքները սաղ պետք է անցնես, որ պատահական մատդ կպնի Բադրջանին։ Չես կարծես պատական այդքան մատդ կպնի միամիտ Բադրջանը ուղարկես էլի։ Բարձա չէ որ Բադրջանը favorite-ներում է։ Ու իրանց ընկերուների չաթի դες գլխավոր էմոջին է էլի այդպես։ Թիվ 1 բլուդն է այդ էլի։ Ու բարձա չեն չի համարն օգտագործում այդ Բադրջանի էմոջին։ Դժվար ընկերուներով չաթում քննարկեն Իման Բայալդին ոնց են սարքում էլի։ Աղջիկներ ամենայն հարգանքով ձեր չաթերի հանդեպ, արը ես որպես տղա, բոլոր տղեկի անունից, ովքեր այն տղեկի անունից, ովքեր օրվա մեջ գոնե մի քանի անգամ տենում են, որ վաբշե Բադրջանի նման չի, անկեղծ։ Անկեղծ, հիմա մարդիկ կրենք ասեք, գերիկ ջան, դե քո մոտ, բայց չէ, դե գոշի մոտ էլ է տենց, նման չի, օնոյի մոտ է տենց չի, դիկոյի մոտ է, այ մկոյի մոտ տենց էր, նման էր Բադրջանին, այն է մարդը 2 ամիսա բոժումա օրոլոգի մոտը պդում էր էտի։ Կան էմոջիներ ժողովուրդ, որ էլ իրական կյանքում իրանց նշանակությունով կյանքում չեն օգտագործվելու։ Ուշադրություն։ Այս Բադրջանը ու դեղցը ու վիշնյան, արա քաքի մեջ են կներեք։ Արա սրանք էլ կյանքում որպես Բադրջան, դեղց ու վիշնել չեն օգտագործվելու, չեն ընկալվելու։ Արա դեղց արթնել պաճխովի դեղց չարթել պաճխովի ուրիշ բան է։ Արա տեսնում ես նեկտարին է, որ ասես նայում ես, չէ՞ նեկտարին է։ Արա ինքը արդեն էլոս արած դեղց ես պատկերացնում։ Որ մեր ուղեղներում արդեն տենց է լուրջ։ Ես վերջերս գնացել էի թանգարան, անկեղծ։ Ուրեմն այս նատյուրմորտներ ուշադրություն, նայեք։ Որսես լարվել եմ արա թանգարան։ Ասում եմ, ո՞րս նկար են կողես թանգարանում, որս երեխա չի գալի այս թանգարան, ասենց։ Որտեղ իմ մտքում արդեն ասենք ուրիշ նշանակություն ունես, ասես նայում եմ, ասում եմ, որս խուժանական կինոյի սկրինշոթը խեն դրես տեղ, ասես։ Նայում եմ, արա կողքը այս նկարն է։ Արա вообще վեճս չի, շատ տոշնի է այսի։
շատ։ Մի խոսքով, այսքանն է ստենդափը, շնորհակալություն ձեզ հետ գրիգն էր հատուկ առաջին ակումբի համար ծափարություններ ամենաթույն հանդիսատեսին։ Մերսի, շատ։ Նայում ես առաջին ակումբ ու միշտ ասում ես, բա ես ոնց գամ դահլիճից նայեմ ես սիմպատիշնի դեմքերին, ասում ենք ձևը, ներքևը լինք ա դրած, պարզապես գրանցվեք ու եկեք, մուտքը դեռ ազատ է։ Դեռ։ Եվ այսպես, մեր բոլորից բակերում ապրում են տղաներ, ովքեր սենց օրվա մեծ հատվածը անցկացնում են ուղղակի սենց բակում կանգնած, հայերեն ասած լոքշ, կան ձեր բակերում նման տղաներ։ Եվ այսպես առաջին ակումբը առաջարկում է տեղափոխվել նմանատիպ մի բակ։ Եվ այսպես ձեր ծափերի ներքո ուզում եմ բեմը տրամադրեմ Գոշին եւ առաջին ակումբի մնացած բոլոր ռեզիդենտներին ձեր բարձր ծափերի ներքո բացվում է վարակույրը, սկսվում է գնացինք։ Հալո, Գուգուլիկ ինչ կազես։ Հալո, ստրեչ եմ ես։ Արա ինչ ստրեչ ինգ, արա ասում ստրեչ եմ, մեր հայաթ է։ Կիշն ես, հալո, արա ազիս ջան դե ինչքան կարելի այդ հեռախոսըտ փոխի էլ ինգեր, քեզ ինչ հիշում եմ այդ բանան օկյանա ձեռըտ, ուժը սև ցավ այդ բանանը։ Հա, բանար անգեր մտ սմարթֆոնի կոմ նայ էլի դու ուժ անգեր, վաղ տնա ոնց որ։ Հա այն ես վեկալել եմ աղբերես, վրեն ամեն ինչ կա, բլութութ բան, մենակ կնոպկա չկա։ 5 րոպե զարյատկի եմ դնում, 6 օր օգտագործում եմ աղբերես։ Լավ, ազիզ, լավ, դե եթե չես իշնում ուրեմ կխոսանք, լավ, բրատս, լավ։ Ինչ արա։ Արա շաները էլի եկել են ես պուլպուլակի ժուր են խմեն։ Չասկցանք։ Ես ինչ պիվի շիշա։ Ես շաներն են էլի արա, դե դրա համար է դրանց ասում են շուն։ Լավ հանգստացանք, լավ։ Հոպա, օրը սկսվավ, հարևանությունը եկեք, էդ ուր եք թռնում։ Եկեք սը գրիշ աղբեր, էլ տենամ։ Բաջան, ինգեն ես նանի։ Պարն ծկրտիչ։ Սամբատան եմ։ Բադի բդ գրիշ ժան։ Բարև ծկո ջան։ Նանը ջան։ Բադի բդ ազի ժան։ Ասենք թե։ Ինչ կա։ Հանգստանալուց ենք եկել։ Լավ անցավ ձեր Եգիպտոսը։ Եգիպտոս չենք, ծկո ջան, Հռոմ էինք գնացել։ Ոնց աղբեր։ Հռոմը չի վերացե։ Չէ։ Աղբերս Հռոմը այդ բանը չէր, եկա աշտարակը, որ սարքում էին, հետո Աստված մտավ սաղի լեզուները փոխեց աղբեր, պրագրամ էլ ավետի։ Չէ, ծկո ջան, դու էդ Բաբելոնի հետ ես խառնում ենք, Հռոմ էինք, գնանք էլի հոգնացենք։ Աղբերս հիմի Հռոմը չի վերացե հաստատ։ Չէ, նոր ենք եկել։ Արանգեր, բայց ինչ են սովորցնում դբրոստերը մետ երեխեքին աղբեր։ Որս արև ընկեր։ Արա այն օրը մեկի հետ խոսում եմ, ով էր, ասում է երեխեքին դբրոստներում քիմիա են սովորցնում գրիշ աղբեր։ Հորս արև խոսքես 28 տարեկան տղա եմ, ամեն ինչ տեսել եմ կյանքից մեջ, ես კი քիմիա չեմ անում աղբեր։ Երեխեքին խեն քիմիա դեմ տալի ինգերես։ Պրոստը մի քիչ ուրիշ ձև կարտահայտվեի էլի աղբեր, եթե նանեք ուրի գստեչելներ կամ դու ընկերես։ Գնանք մենք, դու արտահայտվի, մենք գնանք։ Ես ինչքան վեշ կա մոտդ աղբեր։ Արա չեմ ջոգում գրիշ աղբեր, դու գյուղում բարեկամներ չունես, ես վեշերիդ կեսը խրգես մի քիչ թեթևանաս ընկերես, է։ Չէ, չունեմ։ Ես ունեմ աղբերս, ես լիշտո գարանք խրգենք դենց անգեր։ Հենց իմ մագնիս բերել է։ Հռոմի մագնիսը ինչ ես անում, ծկո։ Ոնց աղբեր։ Խելքը չի ասնում այդքան։ Դնեմ շոչիկի տակ ընկեր, թե չէ մտքով ինչ թիվ անցնում է, վրեն գրվում է աղբեր։
Հա, բերել եմ ճամպրուկի մեջ հետո Բակակրազ աղբերս, եթե ճամպրուկի մեջ է։ Գրիշա։ Մեն անգերս լուրը սրա։ Ծեպը իմ աղբեր։ Այն իլ դենանք ինչ էր կասում։ Սակո ջան, իմ ճամպրուկն է, ես կտամ մագնիսը, հա։ Աղբերս բան չարինք, ես իմ մագնիսն եմ վեկա, լկայն ես։ Չեմ աղբեր։ Նանը ջան եսի կունա։ Նա դիրտեղը։ Սամտան է, մեզ սրանով չէիր մրսում բանդ է, սամտան եմ։ Դրանից ես ունեմ մի հատ ավտոյիս մեջ, պատպրեստ եմ մաքրում։ Գրիշա կարող է բարձրանանք տուն։ Հա ոնց չէ աղբեր, բարձացեք ես եմ հեսա մթերայինից վավլի վերցեմ գամ։ Ես նկատի ունեի ես ու Գրիշան։ Կարող է մի բան խոսաս։ Հա, մենք շատ հոգնած ենք, ինձ ուզում է գնամ հանգստանանք։ Հելեք ընկեր, լավ, աղբերս հելեք ես ժոգի իշ մոմենտա։ Գրիշ աղբեր, մատ գաս ընկերս իրար հետ մատ առանձին երկու բար շփվենք իմ աղբեր։ Աղբերն ես։ Կարամ ես աղբորոտ 10,000 փող տաս, այսօր արադեքանը ես։ Յանի չգիտեմ, որ դու ինձ 5,000 փող տաս, կանգանից էլ պետք է 6,000 անգամ հարցնես նոր։ Հոպա, երկրորդ զոհը, սամոձա ինչ կա, հլը արի տենամ, արի տենամ։ Խմացը տանուշ, դե դու չես ուտում, գիտեմ, արի լետնամ ինչ կա, ես առավոտ բալուսով աշկերդ չբացած ուժը պիվի շիշ ես բաց է, հա, այսօր ինչ ես նշում, լուսը բացվել է, հա, հետ ես նշում, ինչ էլ, ինչ ես ուզում, ինչ ես ուզում, ասա կազմակերպ ենք ընգեր չգիտես ծկոն, ինչ ասաս, Արա լավ չես ընկեր ջան, արա հոպար ջան համոտ անգեր, ծկոն էտ տղեն չի արա, սենց ասեմ սկի դու էտ տղեն չես, հոպարս ըտես մաներ, լիքը լավ տղա քեզի պաչիկով բարևա տալի չի կարելի, մերնեմ սրտին, Պա բիրոց եմ ուզում, Հա, լավ, սիգարետ ես ուզում, սիգարետ չկա ցավը տանեմ, սիգարետ որ ելներ, ես տե կայնած չէ ելնի, այս տե կայնած հովին իմ մար ծխելուց կլնենք, ցավը տանեմ, լեսիլը քեզի բան ասեմ, հոպարս, Մի ժամ առաջ տղետ անցավ, ինիրա փնթի ինգերների հետ այսենց անցան գնացին աղբեր։ Այ, հոտերոշներ։ Լավ, արա, հոպար, ինչ ես քրվում, հայաթը կայնած ենք, եսի օջախ ասում։ Ինչ է էլե, հել հարի տենամ, էլի հոպարս, չգիտես ծկնք հոմար ամեն ինչի պատրաստ է, էլի հերու տեղա բզելեք իրար։ Լավ բզելեք գոնետ։ Եղավ, տավեց հալա, հլնա, ինչ է էլի արա ես դեմ, վայ հորս սարև ընգեր, ինչ ձևի, արա ընգեր Քուվր եմ զարմանում, հոպարս, տեղից ոտի վրա չես կարում կայնես, խես տաղուտ բոքսի տանում, ավել լավը լսի, դու գնատում, բարձացի վերև, թե չես արևն է տալու է գլխիդ վապշե նակաուտ ունես, լավայ, հելի մի քիչ թոմակրվի ես հայաթը, Հոպար էտ ինչ ես անում, ընգեր ես ջուրը քեզի բան չի ասի, ընգեր եսի կայվ չի տա քեզի նորմալ թունդ բանը, գնա մտեն այն արվի մեջ պիվի շշեն եմ շպրտենոր, գնա մտեն դե վիսիլի տարակ հումար, կելնես վերև, սուսանտակը դիմավոր ես էլի հոպարին, դիմավորի մի հատ, թո հետա դզվի վապշե, ինչ արա, արա, էնում աղբերնա ատխաջակների տա գալի, աղբեր ես, բարլուսով, որս արեմ, կշերի չսնկով ծված եղես, կերեմ մերեմ սրտիտ, ինչ արա, Քրիստինեի հետ ես հասկացրի կշերը մերեմ կյակի տլարի, արի բտ աղբեր էտ պաչի արա պետ կեզի, բարլուս 1000 բարին, ինչ կարա, լավ ես, պարթիների մեջ ես էլի, հա, ծավը տանեմ, սաղ գիշեր ուժեղ պարթի էր ընգեր, Մաքսվելներ նվագում, Տարոնիքսը, Creepy Old Man-ը Լուրջ ես ասում ընգեր Սաղ գիշեր գուլատ են կարել, այդա նոր գայս եմ տուն Վիսիլի տեսար է Արա այն նորը քո ստորիների մեջ տեսա, պետ իշ տեղեր եք դու գուլատել եմ ընգեր Սաղ սեյնագները մութ աղբեր, դու քեզ սաղվաղ տակնոսներով Ինչ արա, դրա միտքը որն ընգեր, որ բան չտենաս Հենա մնա տունը քնի էլի ընգեր ես Տունը երաս կտենաս աղբեր Ինչ ասիր Այ, չէ, ծկո ջան, էտի ոնց որ ուրիշ ձև, այլ էտի ուրիշ մյուզիկ, այլ էտի ուրիշ վայբ, այլ է, you know Արա անձխի չես կանչում էտ ձեր քեֆերին, մտածում ես ծկոն պարել չգիտի, հորս արև ընգեր երկու բաժակ խմը մնես տանց է վատ անեմ, ոսկետ կլուբը անժամկետ պագ են աղբեր ժոգիր,
Արա այն օրը լսի։ Ես մեր աղբերներից մեկը օտպուսկա եկե, գնացել ենք այն կողի քելեխնոցը, աղբերը տնես գուլա տարե, միջև մի ռեմոնտ անգերել է։ Միջև վրա ջոգիր։ Այ ճծկո ջան, պրոստե դի քոնը չելի դու դրա մեջ չկաս, էլի դի ուրիշ մյուզիկա էլի։ Ինչ մյուզիկա արա, դի լմեր լսեմ։ Այսը դնեմ լսի։ Բա եփ հա մտնում։ Այսի մտել ա։ Ախպեր բարձրացրա մի քիչ բառերը լսեմ։ Ախպեր բառը չկա, էսա մյուզիկը։ Էսի է մյուզիկա արա։ Արա մեր հարևանի երեխեքը որ վերևը վազվզում են, էս նույն ձենն է գալիս ինչ մյուզիկ։ Չէ, կարամ DJ ջեբը մի հատ 5000-նոց գցեք բոկա մոկա նվագի վիսիլի տանից։ Չկա կետքան։ Լավ ծկո ջան, ոնց ջոգում եմ, դու ինձ չես հասկանում, ես ինչ եմ խոսում, ես քեզ չեմ հասկանում, դու ինչ ես խոսում։ Ես ավելի լավ հելնեմ տուն չանս դնեմ զայատկի։ Մատ կեֆիր խմեմ քնեմ։ Ճիշտ էլ կանես ընկեր։ Ուրիշ ջոգ ես բա։ Սաղուր է դղկո շղկոսներն ես լսում։ Գլուշի տեսել է դու ոնց որ։ Հել ընկեր ես, բարի առավոտ քեզի։ Գնաց ինգես։ Արա ես ինչ դարավ ես թաղը։ Օրս արև 5 տարի առաջ նորմալ ժողով։ Ես սովեր արա։ Արա դարել է պրախատնոյ դվոր ես թաղը, աղբեր ես, ինչքան հնթի ինգեր ինչ անեմ, շլակ բաում դնեմ արա ես ես պուլպուլակի վրա աղբեր, օրս արև մերնք ծաղսվելով, ինչքան կանեք մի անգեր։ Հետո արա ես գնաց մնաց, հա? Ահա, իա գայանտա, ինչ կա, սիրուն ջան, Արիլը տենամետ ինչը ծանր վերջերով եկել ես, բա մտխի ձեն չես անում, ասը ծկո ջան, արի մեր մի բանով գոնի օգնի, վերջս թեթև ծրա, հլը տենամետ ինչ է, արի մադիս, ապրես ծկո, ապրես, թեթև ծկոն եվ չի անի օգնի, ահագին թեթև ծավ են ա վերջերդ, գայանտա, ուժե կարաս կողխծրած ելնես վերև, Արա ես էշեկ ավելի լկտում։ Իա, ծակո աղբեր։ Վայ հորս արև արա։ Հա աղբեր, վրազեմ ես ընգերս ինչ ես ուզում զնես։ Մեծ աղբորս մետ։ Պարտադիր չինգերս արա։ Հիվանդ եմ աղբեր։ Վայ հորս արև արա։ Ինչ կարա սերոժիկ, հա? Բարը դի ֆրֆրում ես էլի։ Աղբեր ստի հայատներ էլի, աղբեր ստի հայատները ֆրֆրում են աղբեր։ Արծակո աղբեր, ես գիտես քեզի ոնց եմ հարգում աղբեր։ Հորսև դու իմ համար օրինակ ես աղբեր։ Իմ համար հերս չի ավտալից այդ աղբեր, դու ես ավտալից այդ ջոգի, ես ուզում եմ քեզի նման, դու պաժիզն աղբեր, մենակ քեզի աղբեր։ Հակի մեջ են էլի ոչ եմ աղբերս։ Ինչ ես ուզում։ Սիգարետ կարող ալնի, սիգարետ էլ։ Արա քո ինչ տարիքն է ծխում ես սերոժիկ։ Ոնց ես ծխում եմ աղբեր։ Ես շուտվանից ծխում եմ աղբեր։ Դաժե առանց հազալ, առանց բոլ աղբեր, չոտքի ծխում եմ աղբեր։ Գալուխս չի ֆարում ծակո աղբեր, ոնց է вообще գալուխս вообще չի ֆարում աղբեր։ Ինոր տակիկով աղբեր պաշկային կարը, աղբեր պաշկա կալ մոտերս ֆարում էր աղբեր, դες ծախի աղբեր, ես կալոր անելով բաց ծախում էի աղբեր։ Դες հետո գալուխս ֆարած աղբեր, եկա տարան աղբեր տաղիկը։ Կա սիգարետ աղբեր։ Չէ աղբեր։ Երախոսը սա աղբեր, ասին գերես։ Ալո։ Արա հա պապա արա։ Արա ես արա դու ինձ զանգում, արա вообще չեմ, ասի արա տանով ինձ չզանգ, արա вообще ես հայտ, արա լրնում, արա вообще դու տունը պետք չրա։ Արա մի զանգ ինձ արա պապա արա ռատել արա սաղը տան ինձ մի զանգ արա։ Հայ չնեմ արա պապին վատ արա ես եմ արա մեղա բոլորա պապին վատ արա նիտոն տա լուծարա չեմ գալու արա ես տուն արա։ Արա չեմ գալու տուն արա։ Լավ արա։ Ծակո աղբեր ես հելա տուն աղբեր։ Կանչին էլի հա վազելով պետք է թռնես։ Չէ, այ աղբեր ինձ ով կարա կանչի տուն ծակո աղբեր ինձ вообще տուն չեն կանչում աղբեր։ Իմ մտքով անցավ աղբեր։ Մտնեմ ես մթերայինից մի հատ սմետան, մի հատ մատնաքաշ աղբեր, վեկալեմ հելեմ տուն աղբեր։ Հա։ Շուտ իմ մտքով անցավ աղբեր, հա։ Հա, հասկացա։ Պաչեմ ծակո աղբեր։ Չէ, աղբերս պետք չէ։ Մտ պաչեմ աղբորս հելեմ աղբեր։ Լավ, արա ես ինչ ուժան։ Հա, ուզած թասարա լայ մամա արա, հա, գալիս եմ։ Յախ, քարա էսի։ Մարտիկ։ Yeah. Գրիկ ջան,
Ինչ կա մեռնեմ սրտի, դե լար իմ աղբերեն ուր ես այդ աղբերանը։ Չի տեսե աղբեր։ Գրիբե տար աղբորդ մեծ գրիկ ջաներ ինչ կանգ է։ Լավ ես մեռնեմ սրտի։ Հա, ուղղակի տենց բաղված է ելը մի քիչ։ Գիտես քեզի շատ ենք սիրում աղբերս։ Վերսամ քեզի բալետ ենք անում իմ աղբեր։ Գիտես չէ դու այդքան է։ Հա, աղբերս երեք ինչ ստորի է գցե արմուշի հետ աղբերը սարև քշերը մեռած դայինք ընկեր։ Սարև։ Բան ինչ կա իմ։ Բան չէ, աղբերս վրազ եմ պրոստը մի քիչ էլի գնում եմ տղեկը սպասում են ստենդափ պետք է գրենք։ Ստենդափը գրա։ Հա, աղբեր։ Արա աղբեր լսիլ է։ Հենց խի չէ կանչում է ձեր բաների մեջ։ Ես ելն եմ աղբեր։ Աղբերս կարաս գաս, եթե ուզում ես առաջի ակումբ, կարաս գաս, ես նես կանեմ։ Աղբեր առաջի ակումբը չէ։ Ուզում եմ օկիում պարեմ աղբեր։ Լավ դե ոնց է գերո ծարե բարը ից տակետ մի օր իջեք մեր հայատը գերեկա բոց ասեմ աղբեր ելեք օրը ծարեմ եթե տակ սա խնդան ընկեր։ Արա ծկո, ինչ է սարա ծաղոր այդ պուլպուլակի մոտ կայնած էլի վերևայ օղրաշարա։ Հերս գրիգ աղբորս հետ կայնած ենք ընկերոջս հետ կայնած։ Իա, արա այդ գրիգ դարա։ Իաբա հանի վերև հազի բռնել ենք, հանի կոֆե խմենք մի հատ։ Չէ, էլի մի քիչ վրազ եմ պկոծա։ Մյուս անգամ էլի։ Վրազես փչելով կխմես ընկեր։ Անգերս Ելեք, ելեք վերև։ Պապան ասում բռատս էսի պետք է հելենք։ Հելենք մի հատ պապա հետ է։ Ելեք կլտենակ այդ ծկոից ոնց ենք օկիում տեղավորում աղբերել ելեք։ Շնորհակալություն առաջին ակումբ, այսօր առաջին ակումբ այսքան էր, մենք հանդիպենք մեկ շաբաթից նորալիքի եթերում։